բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված ձեր խոսքը կլսենք, բայց մինչև ուն հարցերը ուղղելը, որովհետև սկսել ենք այս թեմայից, միացնեմ ես 1 րոպեանոց տեսանյութը ՔՊԱ-կան խեղված ըստեյության սեռական կողմնորոշմամբ։ Եկել եմ խոսամ, որպեսզի դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող խեղաթուրես սարքես համասեռամոր, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասել, ինքներդ ասաց։ Ազատորեն վերցնելու, ասու դրան մոտ եմ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածները գրիվ ցլեն, լրիվ կասկածները, ու մի հատ օր սրտքեմ երեսի։ Ձեր կասկածները իրավապահներին հրավիրում, իրավապահներին ես հրավիրում։ Խնդրեմ մեր գործընկերոջը լրագրող Աննիկ Գևորգյանի վրա էր սա հարձակվել, նույն օրը նաև նույն տեղից եկել էին պատարագի իբր, բայց ամենավերջին հայրանքներն էին ուղում լրագրողներին։ Այս մասով ձեր խոսքը ինչ տեղի ունեցավ Հովանավանքում այս պղծության հետ կապված, համեցեք։ Այս պղծության հետ կապված ասեմ, այո, ինքը համասեռամոլ է ու ճանաչված համասեռամոլ է, ավելին, որը շատ նման է ՔՊ-ին, իրենք իրենց արժանավորներին են իրենց մոտ հրավիրում, երևի թե այնտեղ նորմալ են դա տանում, քանի որ նույն գենդերային հավասարությունը ավելին ասեմ, ընդգրկվում է բոլոր ուժային ստրուկտուրաներում, եւ կողքը կանգնած է նաեւ մի հատ ոչ կայացած լրագրող, որը ճանաչված է իրենով նույնպես տենց ավել պակաս մարդկանց վրա խոսալով, իրենց նման, ասում է ռիբակա վիձից դալիկա, իրենք իրենցին պեսին են բերել, այո, ճանաչում եմ լրագրողին, քանի որ լավ բավականին լրագրող է, նաև շատ ժամանակ Աննիկ Գևորգյանը մեզ հետ է աշխատել, մեր կուսակցության հետ է աշխատել, այսինքն լուսաբանել է մեր ակցիաները, ես երևի լինեի լրագրողի տեղը դատի կտայի, ոնց որ ես տվեցի կողքի լրագրողին դատի, ես դատի կտայի այդ համասեռամոլին եւ ասեմ իրենց մոտ ընդունված է թքելը Պետրոս Ղազարյանի մոտ երբ գնացել էին բոլոր ավականու տեխնացուները վաղարշապատի Արգիշտի Մեխակյանը Վարամ Ազատյանին հարց է տալիս, ասում է, գիտեք, ամբողջ օրը ձեր որտեղ դուք շինարարություն եք անում, այնտեղ բանվորները կռվում են, բղավում են, լավա իրար վրա չեն թքում, ավելավա բղավեն, գոնե այտենց կռվեն իրար մեջ բանվորները, ոչ թե թքեն, թքելն էլ է իրանց մոտ նորմալ երևույթ չէ, որ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա եւ մարսեց դա։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս մեր մայրաթորի նկատմամբ այս ոտնձգությունը, որ իրենք իրականացնում են, ինչի դրսևորվում է, պարզը այստեղ անձերի հարց չէ, այստեղ վերապարի հարցը չի, կոնկրետ թիրախը մայր եկեղեցին է, հայ առաքելական եկեղեցին է, մինչև անգամ օրինակ այսօր միջազգային լրատվականներից մեկն էր գրել առաջին քրիստոնյա պետության ներսում դաժանաբար հետապնդման են ենթարկվում եկեղեցին քրիստոնյաները։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ինչ հարց է լուծում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը լուծում է իր պապայի հարցը, որ իր դեմ հարց են տվել, որպեսզի մեր հայ առաքելական եկեղեցին փակվի, քանի որ մենք քրիստոնյա ենք, իսկ իրենք մուսուլման են։ Իրենք մուսուլման են, դրա համար այս ամբողջ հարցը դրվել է դրա համար, ինքն է պայքարում ասենց։ Եվ այնքան տգեղ է, երբ այս կիրակի չէ, առաջի կիրակին նայում ես ովքեր են ներկա գտնվում։ Եվ անգամ մի դրվակ ասեմ, երբ ՄՊՎՑ-ի ծառայողը քաղաքացու բերանը փակած դուրս է բերում, դուք այդ պահը պետք է Պապիկյանի այդ ուսուցչու կոչեցյալի դեմքի վախեցած դեմքը տեսնեք, երբ նա ասեն շուռեկած, նայմա թե ոնց է տանում, այո, մի օր էլ իրեն են այտենց տանելու, բերանը փակած տանելու են, կյանքի բումերանգնա գործելու։ Այս ամբողջը տանում են, որպեսզի քրիստոնեությունը Հայաստանում իբեր սպառվի, վերանա, քրիստոնեության հարցն է սա, ոչ թե եկեղեցու կամ ինչ, ովքեր էին ներկա գտնվում, ովքեր էին այդ Հովանավանքում եւ անցյալ կիրակի եւ այս կիրակի, ովքեր էին գտնվում, անհարմար չզգալով իրենց բոլոր ուժային ստրուկտուրաների նախարարները, պաշտպանության նախարար գոնե ինքը գիտակցում է, իհարկե ինքը չի գիտակցում, որտեվ ինքը իր լավ երազում է չէր տեսնի, որ ինքը կդառնա պաշտպանության նախարար եւ գտնվում ես մի տեղ, որը դա իր տեղը չէր, նույն ներքին գործերի նախարարը, նույն թեկուզ զորքերի հրամանատարը, սա խեղ կատակություն էր, ուղղակի մեր ինչքան մենք արդեն
պատվազրկված ենք ամբողջ աշխարհով, գնալով պատվազրկում, սա ամեն ինչ անում է, որպեսզի հայ տեսակը պատվազրկվի, քանի որ ադրբեջանցին այդպես իր դեմ այդ հարցն է դրված եւ ավելին այսօր համացանցում տարածվել էր, որ Ալիևը հայտարարել է, ինչի է հայ ժողովուրդը վախենում, որ այդքան ադրբեջանցի պետքա գա Հայաստանում ապրի։ Դուք պատկերացնում եք մեր զոհված ծնողների վիճակը, որ իմանալով իրենց կողմից իրենց տղան զոհվել է, տղաները զոհվել են, եղբայրներն ու ամուսինները զոհվել են, ու մենք պետք է համատեղ ապրենք դրանց հետ։ Իմիջիայլոց դրանից են խոսում, ինչի դրսևորում է, երբ որ այսքան անհետ կորածներ ունենք, զոհեր ունենք, ռազմաքաղաքական եւ ոչ միայն գերիներ ունենք Բաքվի բանտերում խոշտանգող, որոնց վճռները ստեցան այսօր են այլևս հրապարակելու, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Ալիևին սորերի համար։ Դե իր ձեռքով ուղարկված այդ գերիներն են, ոչ մեկ, ես ձեզ ասեմ, գերիների հարցը չի բարձրաձայնում, այն անհետ կորած զինվորականների հարցը ոչ մեկ, ես ղեկավարությունից, ես ՔՊ-ից ոչ մեկ չի բարձրաձայնում։ Ինչի մասին կարանք խոսանք, երբ որ ՔՊ-ի կողմից 7-րդ համար այդ ավականու թեկնածուն զոհվածի տղա է, ինչից կարանք խոսենք։ Մյուս իրենց թեկնածուն անգամ չգիտեր Պայստազորի զինվորականը որն է բանավեճի ժամանակ, երբ ասում է ոնց կարա զինվորականը խառնվի։ Մեր թեկնածուն ներկայացնում է Պայստազորի զինվորական, անգամ ինքը դա չի հասկանում։ Եվ ես ձեզ ասեմ, այս իշխանությունը զինվորական համազգեստի նկատմամբ ինչ որ ալերգիա ունի։ Կոպիտ կասեմ, աբիժնիկ են զինվորական համազգեստից, բոլորը վերևից մինչև ներքև։ Նույնը ուսուցչուհին է աբիժնիկ, այնքան է աբիժնիկ, որ բանակը տանում է կրճատման եւ սարքեց, ընդունեցին օրենքը, ծառայությունը սարքեց տարի ու կես, այդքան ինքը աբիժնիկ է։ Եվ ելույթ է ունենում, որ լրատվամիջոցներով խոսում են, որ տարի ու կես դառնալով զորակոչը բանակը չի կրճատվի, այնինչ բանակը ոչ թե կրճատում, այ բանակը չասեմ ինչ անում, քանդում է բանակը ինքը։ Բյուջեներ են կրճատել պաշտպանության համար։ Միանշանակ պաշտպանության նախարարության ամբողջ ռազմական բյուջեն կրճատել են եւ ասում են մենք մեր սուվերեն տարածքից ենք կողմ, ոչ մեկի վրա ոչ կրակելու ենք, բայց ոչ դիրք եք թողել, սաղ հանձնել եք, ինչի վրա պետքա կրակեք։ Կամ որ ասում է մարտական դիրքերում զոհեր չենք ունենում, համեմատաբար կրճատվել է, շատ լավ է որ կրճատվել է, բայց դա չի նշանակում, բայց դուք դիրք չունեք։ Ոնց ասեց մի երկու օր առաջ իր ելույթի մեջ մեր առաջնորդն ասեց, դուք անգամ դիրք չեք թողել։ Իսկ ինքը խի չի խոսում ներքին խոշտանգումների մասին, ներքին իրարանցման մասին, որ բանակը սարքել են 90-ական թվականների բարքերը, թող դրա մասին խոսի ինքը, թող խոսի, որ ոնց են խելք զինվորներին նսերմացնում, քանի որ բոլոր կամ հիվանդ երեխեքին են տանում, ոնց են այդ երեխեքին նսերմացնում, թող դրա մասին խոսի։ Մի պաշտպանության նախարար, որ սպորտային համազգեստով դուրս գա զորքի առաջ, մի 2-3 օր առաջ գնացել են զորքեր, ինչի մասին է խոսքը, զորքը ումից է վերցնելու, սովորելու, ինչ է սովորելու, երբ իր վերադասը բոթասներով մտնում է զորքի առջև, մի հատ կարակ հետանք նայենք, որ մի պաշտպանության նախարարի անվանական չշեշտեմ, նման տեսքով զորքի առաջ է կանգնել, կամ ամռանը բարեմասնություններն է ցույց տալիս, ձմռանը սպորտային համազգեստով է գնում զորքի առաջ կանգնում, զորքի ինչ է սովորելու։ Եվ ավելին ասեմ, համազգեստը Ամերիկայից են բերում, ինչի համար, մեզ համազգեստը Ամերիկայից է, պետք մենք մեր հայկականը բավականին լավը ունենք, ընդհանրապես պետքա նորմալ կարարվի եւ նորմալ այդ տենդերները շավի, ոչ թե ավել պակաս գնան Ամերիկայից համազգեստ բերեն։ Պետքա մարդը հասկանա որտեղ է ինչ պաշտոնի է։ Հիմա վաղաշաբաթում սպասվում են ընտրություններ, ըստ էության հստակ է, որ վաղաշաբաթում հաղթանակող պետք է պահել նաեւ մայրաթորը, մեր եկեղեցին, մեր հավատը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այո, Էջմիածին սուրբ քաղաք է, երկրորդ քաղաքն է, այսպես ասեմ, եւ գոնե պետքա ժողովուրդը համախմբվի, որպեսզի կարողանանք այս ՔՊ-ին վռնդենք, հաղթանակ գործենք, անգամ թե ինչ կլինի, միայն ՔՊ-ն պետքա չանցնի։ Իրենք բավականին մեծ խախտումներով են անցկացնում եւ իրենց քարոզարշավները եւ նախնական քարոզարշավ իրենք արդեն համերգով եւ սեղան գցելով են սկսել, որը մեծ խախտումներ էր,
Պոկում են պաստառները, մնացած ավականու անդամների պաստառներն են պոկում, ինչ որ տեղեր կա, որ թույլ չեն տալի անձինք իրենց ավականիների պաստառները կպցնեն, ասում են սա խախտում է, բայց իրենք իրենցն են կպցնում։ Բոլոր համայնքապետերն են ընդգրկված այս 7-րդ համարի համար, համայնքապետերը մարդկանց են բերում իրենց այդ քարոզարշավի ստիպողական բերում են, վաղարշապատը պահում են վախի մեջ, մարդկանց վախացնում են, որ ձեզ գործից կազատեն կամ եւ այլն, մարդիկ ստիպված վախում են, ձայն չեն անում, որպեսզի այդ հացի ապրուստից չկտրվեն, էս են իրենք, ԿՊ-ն այսօր էս է վաղարշապատում։ Մեր շտաբի դիմաց եւ կպցրած էր մեր տեխնացուի պաստառը, մի անլվա, սենց ասեմ, անլվա եկավ ու փորձեց պոկի ու փախավ։ Եթե այդքան տղամարդ եք փորձում եք պաստառ պոկեք, կնենց պոկեք, որպեսզի կարողանաք նաեւ դրա համար պատասխան տաք։ Այս վիճակն է այսօր վաղարշապատում։ Հիմա այսօր քան վաղարշապատից խոսեցինք այդ քիմիկների զորամասման հետ, որ իրենք մտել էին տեսակ անցած շաբաթ, կարծեմ ԱԱԾ մտել է քիմիկների զորամաս։ Իրենց կհաջողվի վախի մթնոլորտ ստեղծել։ Այո, մտել են, ինձ թվում է դա էր, որ ցույց տային, տեսեք, վախացնեն ժողովրդին, որ տեսեք, բերման կենթարկեն եւ այլն։ Ինձ թվում է չէ, քանի որ ժողովուրդը արդեն գնալով հասկանում է, իհարկե զոմբի մասսա կա, բայց ժողովուրդը գնալով հասկանում է, որ սրանք տանում են դեպի թրքացման են տանում եւ սա ամեն ինչ անելու է, որպեսզի այդ 300,000 ադրբեջանցին ոտ դնի Հայաստան։ Ամեն ինչ անելու է ու կրկին իրենց այդ կարգախոսներն են, նախկիները չվերադառնան, նախկինում սենց են ապրել, նախկինում նենց են ապրել, պատմությունն են փորձում աղավաղեն ամեն ճամ, բայց ինձ թվում է իմ կարծիքով դա իմ կարծիքն է, իրենք չեն հաղթելու ու չպետք է հաղթեն։ Ժողովուրդը պետք է համախմբվի, ոտքի կանգնի եւ Սուրբ քաղաքից սկսենք մեր սրանց հեռացումը, ԿՊ-ի հեռացումը։ Մեր առաջնորդը մի հատ շատ լավ թեզ է ասում, ինչը որ քյով է սկսվում, դա արդեն կարելի է ոչինչ չասել դրա մասին։ Ինչ է հայտարարում Ալիևը, քարտեզի վրա չկա Սևանալի, չկա Գոյչա, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, ինչ է սպառնում, սա է Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը։ Այո, ինքը տենց ես բազմիցս ասել եմ, ինքը թոզ է փչում ժողովրդի աչքին, որ խաղաղություն է տանում, ում հետ ես խաղաղություն տանում, որ դարերով ի վեր թշնամի է եղել։ Եվ ես ձեզ սենց փոքր շեղեմ հարցից, այս տարյուկես բանակը կապված է նրա հետ, որ 2 տարի ուսուցչուհին հայրենյաց պաշտպան ծրագիր էր բերել, եւ այդ հայրենյաց պաշտպանով այնա, որ 6 ամիս ժամկետային զինվորը ծառայում է, որից հետո պայմանագիր է կնքում նախարարության հետ եւ դառնում է պայմանագրային զինծառայող։ Եվ այդ հայրենյաց պաշտպանի բոլոր երեխեքին իրենք դիրքերը դատարկեցին, սահմաններից դատարկեցին եւ Երևանում եւ կողքերը Երևանամերձ զորամասերում հաստիկներ բացեցին եւ այդ երեխեքը տեղափոխվեցին այդտեղ պաշտոնների, անգամ քիմիկների զորամասում զինվորի համար հատուկ հաստիկ էին բացել, որտեղ խոսք էին տվել իրան, որ դու կգաս այդ զորամասում կծառայես եւ դրանով ինքը դատարկեց պոստերը։ Դատարկեց դրա համար իրանք Սևանը համարում են, այդ ամենը արվեց, որպիսի իրենք կան, թուրքը գա եւ գրավի եւ Սևանը, եւ Ջերմուկը, եւ Իշխանասարի թևը, որ իրանք արդեն կեսը գրավել են։ Իրենց ամբողջ նպատակն է եւ ավելին ուսուցչուհին, ովքեր որ հայրենաց պաշտպանից շատ տեխնացուներ էին բերել, այդ անձինք պարգևատրվում էին։ Ոնց որ ատեստավորումով է պահում զինվորականներին, այսինքն ասում է տեսեք փողդ բարձրացրել եմ, ինչ ասեմ պետք է անես, նույնն էլ դա էր։ Ամբողջ կադրերի վարչությանը լցրել էր զորքեր եւ սպաները օրերով աշխատում են, որպեսզի համոզեն երեխեքին հայրենյաց պաշտպանի համար եւ ով շատ տեխնացու էր բերում, նա բավականին մեծ պարգևավճար էր ստանում։ Այս սրանց բանն է փողով մարդկանց առնելը։ Նաև ադրբեջանցի պատգամավորն է հայտարարել այն մասին, երբ Հարավային Կովկասում Ալիևը Երևանում ելույթ կունենա, իմացեք դա վերադարձնում է, ուրեմն ինքը, այսպես ասենք, ամբողջությամբ Հարավային Կովկասը, դա իրենց փառայ հաղթանակն է լինելու։ Ես սրանց օրոք ոչինչ չեմ կասկածում, ոչինչի վրա չեմ զարմանում։
ամեն ինչ կանեն, կարող է մի օր առավոտյան արթնանանք կամ իրենք չլինեն, կամ մի օր էլ արթնանանք ադրբեջանցիք արդեն ստեղ գրաված լինեն, բայց երևի հավանականությունը, որ մի օր արթնանանք իրենք չլինեն։ Ես կուզեմ նաև անդրադառնանք այս իրականությանը, այսօր ներքին գործերի նախարարն էր ազգային ժողովում բյուջեի քննարկման շրջանակներում։ Մենք տեսնում ենք ինչ աղետալի օրեր են նաև այս անհանդուրժողականության մթնոլորտը ու այս սարսափելի սպանություններ, մահեր, այսօր արդեն հայտնի դարձավ, որ այն անհետ կորած երեխայի խեղտամահ արել հայրը, որը պետության բաց թողման հետևանքն է նաև, անապահով ընտանիքն ինչ պայմաններում է ապրել եւ պետությունը չի գնացել, չի գնում այսպիսի ընտանիքներ կան հստաբար ու շատ։ Մենք ականատեսը եղանք Փարաքյարում ընտրված համայնքապետի գնդակահարությանը, ինչը օրինակ ներքին գործերի նախարարը ասում է դա ըստ էության Փետրվարյան դեպքերի շարունակությունն է եղել։ Այսինքն պարզ է, չէ՞, որ դա նորից ձեր բաց թողումն է, տիկին նախարար, որ դուք չեք կանխել, խնդրեմ ես մասով։ Փետրվարին է, այո, եթե նորմալ ծառա եք եւ դուք գիտակ լինեիք այն պաշտոնին, ինչը զբաղեցնում եք, գոնե փորձ ունենայիք, դուք կկանխեիք Փետրվարյան դեպքը կամ կկանխեիք այդ ժամանակ այդ հանցագործությունը եւ որը հետևանք չեր ունենա, որ եղավ մի ամիս առաջ լավագույն համայնքապետին, այո, գնդակահարեցին եւ այդտենց սուսիկ-փուսիկ ոնց որ փորձում են ծածկա դմփոց անեն։ Քանի որ իրենց մտերիմի եղբայրն է մեջը խառը, ուսուցչուհու մտերիմ ընկերոջ եղբայրն է, որ այսօր նշանակված է Ամերիկայում որպես դեսպան, իրենք եղբոր մատնախառը ամեն ինչ պետք անեն իրենց համար ԿՊ-ի արարքները թույլատրել են։ Երբևիցե ոչ մի ԿՊ-ական անգամ նայեք Էջմիածնի նախկին քաղաքապետը ինչ մեծ աղմկահարույց դեպքով հանեցին, բայց ոչ մի բան, ոչ դատվում է, ոչ էլ ինչը ԿՊ-ն է անում, իրենց թույլատրելի է, բայց հələ թող փորձի դա մի հատ սովորական քաղաքացի անի։ Իրենք միանգամից կձերբակալեն, անմեղ մարդկանց են ձերբակալում, որ մնաց մեղավորներին, թեթև մեղադրանքների համար չձերբակալեն, որովհետև ներքին գործերի նախարար իր տեղում չի, ոնց որ մնացած ուժային ստրուկտուրաները իրենց տեղում չեն, պաշտոնատար անձանց նույնպես հələ նայենք ինչ անցած ունի եւ ով է իր հովանավորը, Ամերիկայի դեսպանատունն է իր հովանավորը, իսկ ամեն մեկը հովանավորչություն ունի, նույնպես այդ ընտանիքի հետ կապված 3 տարեկան երեխայի, այո, ահավոր ծանր սոցիալապես պայմաններում են ապրում, իսկ եկեք տեսնենք սոցիալ նախարարն ով է այսօր, իսկ նախկինում ով է եղել սոցիալ նախարարը, բացի իրենցից լավ լինելուց իրենք ոչինչ չեն արել։ Ով է Թորոսյան Արսեն, այսօրվա սոցիալ նախարարը, բանակից վաղաժամկետ արձակված եւ նույնպես համազգեստի նկատմամբ ալերգիա ունեցող անձ։ Եվ նորից ձեր կոչը մենք ամեն կերպ, իմիջայց գալիք Կիրակին նոր եկեղեցի գնում գործալու Թալինում, եթե Թալինի, այո։ Դե քաղաքի փորձումա շրջաններից գա, մտնի քաղաք, երևի տենց է պապան հրահանգավորել, կամ եթե չեմ սխալվում, Թալինի քաղաքապետն էլ է, ԿՊ-ական է, փորձումա գնա անտեղ, որտեղ քաղաքապետները կամ համայնքապետները ԿՊ-ականներ են։ Ինքը մի բան չի մտածում, որ այս ամբողջի համար պատասխան են տալու իրենք, ամբողջ իրանց կուսակցությունով պատասխան են տալու, գոնե դրա մասին մտածի։ Կոչ եմ անում այս պահին վաղարշապատի ժողովրդին, կոչ եմ անում համախմբվեն, միանան, գնան բոլոր ընտրությունների, բացի ԿՊ-ից ընտրեն ում ուզում են, թող ընտրեն, որ ընտրեն Արամ Զալենի Սարգսյանի տեխնացուիներ չընտրեն, հա, հիմա վրա այսօր ձերբակալեցին, այո, վեհափարի եղբորը, դե ոնց ասեց, իրենց այդ ԿՊ-ական ճանաչված մեկը չի ասեց, դանոս անելը դա նորմալ երևույթ է, իրենց ասելով, եթե չեմ սխալվում, Իոնիսյանն էր ասում, դանոս անելը դա նորմալ երևույթ է, այո, գնան, ընտրեն, մեր կմեր թեկնածուին, որը Պայստազորի գնդապետ է եւ 15 տարի ծառայել է Եղնիկների զորամասում, եւ այնտեղ կան նաեւ մյուս թեկնածուները, բացի երկուսից կարան ժողովրդը համախմբվեն եւ գնան ընտրության, կոչ եմ անում կրկին անգամ, նաեւ կոչ եմ անում Պայստազորի սպաներին, ոտքի կանգնեն եւ միանան, որպեսզի կարողանանք այս ծանր թուրք թրքա
հպատակների ձեռքից պրծնենք եւ դուրս գանք այս ծանր իրավիճակից։ Շնորհակալություն։